Վերջին օրերին Երևանում վերսկսել են խոչընդոտել քաղաքացիների խաղաղ ակցիաների անցկացումը։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանն այս երևույթը իրավական տեսակետից խախտում է համարում։ Հետո ստանում է շատ ավելի ծանր ձևեր, մեթոդներ, թե այդպես չի ստացվում, ուրեմն պետք է թողնել ուրիշ մեթոդներ, ուրիշ ձևեր, որ մարդիկ հնարավորություն ունենան արտահայտել իրենց կարծիքները, իրենց բողոքը եւ այլն։ Իսկ որն է ելքը ստեղծված իրավիճակից։ Չեմ կարող խորհուրդ տալ քաղաքական ուժերին կամ ակտիվիստներին ինչ պետք է անեն, ընդհանուր կարող եմ խորհուրդ տալ, որ պետք է չդադարել պայքարել իրենց իրավունքների իրենց հնարավորության համար, որ կարողանան արտահայտել իրենց կարծիքը։ Անընդունելի է այս պրակտիկան, որ չի թույլատրվում։ Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարին ոչ մի կերպ չի հաջողվում իրականացնել իր բողոքի ակցիան նստացույցը։ Ամեն անգամ նրան այսպես հեռացնում են Ազատության հրապարակից եւ տեղափոխում ոստիկանության կենտրոնի բաժին, որտեղ մի քանի ժամ բացատրական աշխատանքից հետո ազատ են արձակում։ Ըստ ընդդիմության ակտիվիստների իրենց մուտքն արգելված է Ազատության հրապարակ։ Քաղաքացիական հագուստով անձինք ենթադրյալ ոստիկաններ են, որոնց խնդիրը ընդդիմության ակտիվիստներին հրապարակ չթողնելն է, սակայն նրանք համառ են եւ ամեն օր նախատեսված ժամին հավաքվում են հրապարակում։ Իսկ Վարդգես Գասպարին պատրաստվում է դիմել ոստիկանություն հաղորդում տալով իր նկատմամբ ոստիկանների կատարած հանցագործության մասին։ Այսօր օրվա առաջին կեսին արդեն պետք է հրապարակված լինեին Վրաստանի ողջ տարածքում տեղի ունեցած դիմընտրությունների արդյունքները։ Եթե ժամանակին չի հրապարակվում, ուրեմն ինչ-որ մի բան այն չի իրենց համար եւ պետք է շտկեն, ճագերտավոր իհարկե։ Բացի աղքալակի Ժավախքի մյուս տարածքների դիմընտրությունների արդյունքների համաձայն հաղթող է ճանաչվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու գլխավորած ազգային շարժում կուսակցությունը։ Շիրակ Թորոսյանը համոզված է, որ Ժավախքում ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող բնակիչների միայն 10-ից 15%, եւ նրանք հիմնականում իրենց ձայնը տվել են Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նուղայեդիլու գլխավորած ընդդիմադիր ազգային շարժում դաշինքին։ Այս կուսակցության տեխնացուները շեշտադրված միշտ հանդես են եկել Ժավախքայության արժեք ծառացած հիմնախնդիրների լուծման պահանջներով։ Իդեպ Վրաստանում հրապարակված ընտրությունների պաշտոնական տվյալներով Ժավախքում միշտ հաղթում է իշխանությունների տեխնացուն կամ տեխնացուները։ Դա կարևոր է վրացական իշխանությունների համար, որ իբր տեսեք ազգային փոքրամասնության տարածքում մեզ են քվեարկում, ուրեմն մենք ճիշտ քաղաքականություն ենք վարում։ Ընտրությունները չեն արտացոլում Ժավախքի հասարակության մտածողությունն ու տրամադրությունները։ Ժավախքն ունի 80,000 ընտրող, որոնք հիմնականում հայեր են։ Անկախ ընտրությունների արդյունքներում արձանագրված խախտումներից Շիրակ Թորոսյանը համոզված է, որ Ժավախքում դիմընտրությունները Վրաստանի իշխանությունները չեն ճանաչի անվավեր։ Մայիսի 31-ը ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է։ Այս տարվա կարգախոսն է ծխախոտը եւ սերը, եւ այն հիմնականում ուղղված է կանանց, քանի որ ամբողջ աշխարհում գնալով ավելանում է կին ծխողների թիվը։ 2004 թվի եւ 2009 թվի մեջ ընկած ժամանակահատվածում նախ չի արձանագրվել ոչ մի ծխախոտի օգտագործման տարածվածության առումով բացասական տեղաշարժ դեռահասների շրջանում թվերը մնացել են կայուն։ Ալեքսանդր Բազարչյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ 2004-ից 2009 թվականներին ծխախոտ օգտագործողների թիվը նվազել է 7-ից 8%-ով։ Ալեքսանդր Բազարչյանի համար անհասկանալի է չծխող բնակչության հանդուրժողականությունը երևույթի նկատմամբ։ Դա մենտալիտետի խնդիր է։ Տեսախցիկի առջև ծխող երիտասարդները խուսափում էին խոսել, իսկ 75-ամյա Ռազմիկ Պողոսյանն ասաց, որ օրական 3 տուփ ծխախոտ է ծխում։ 2010 թվականի հունվարից ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է ուղևորատար տրանսպորտի վարորդներին ծխել մեքենա վարելու ընթացքում։ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ այս տարվա առաջին 4 ամիսների տվյալներով տուգանվել է 70 վարորդ, որոնք վարելու ընթացքում ծխել են։ Երեխաներն իրենց իրավունքները փորձում են պաշտպանել սեփական ուժերով։ Անունը կոչվում է Կաթողիկե 16 երեխաների միություն, որի հիմնական նպատակն է բակը վերանորոգել։ Կաթողիկե եկեղեցու հարակից շենքերի փոքրիկ բնակիչները երեխաների պաշտպանության տոնի նախօրյակին կազմակերպել էին երեխաների բակային միության հիմնադիր հավաք։ Կանաչ հապատում մեր բակում չկա, ասենք, ցայտակում։ Նախաձեռնող 11 հոգուց բաղկացած խորհուրդը պետք է զբաղվի բակի 100-ից ավելի երեխաների խնդիրներով։ Հիմնականում խնդիրները դաշտի խնդիրներն են, խողովակների
խնդիրներ են, որոնք ծագեն եւ Իրենց դժգոհությունները միության փոքրիկ անդամները պարբերաբար կներկայացնեն պատկան մարմիններին։ Հայ երեխաներին ուղարկված նվերները հնարավոր է ետ ուղարկվեն բարեգործ երկրներին։ Պատճառն այն է, որ նվերների մաքսազերծման համար ավետարանչական եկեղեցուց պետեկամուտների կոմիտեն պահանջել է 20-ից 30 հազար դոլար։ Գասեցում է բարեգործական ստատուսը։ Պետք է հարգեր խոչարենք, որպես մնա։ Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը չեղյալ է համարել նվերներ Հայաստանի երեխաներին ծրագիրը։ Հիմնավորումն այն է, որ ավետարանչական եկեղեցին այսպիսով զբաղվում է մարդավորսությամբ։ Երեխաների պաշտպանության տոնի նախօրեին այսօր քննարկում էր ծավալվել, ինչ անել, ուղարկել ետ, թե նվիրել կառավարությանը, որն աբաժանի։ Անցամ բարձրապես պատրաստ եմ հենց այսօր վերադարձնելու ապրանքի։ 15 տարվա ընթացքում 1.5 միլիոն երեխա է օգտվել այս ծրագրից եւ ինչպես նշեց Լևոն Պարտակչյանը, ոչ ոքին չի պարտադրվել, որ նա դառնա ավետարանչական։ Իսկ անցյալ տարի 1000 կազմակերպության միջոցով 130 հազար տուփ նվեր է բաժանվել հայ երեխաներին։ Մեկ ամսից ավել թեժ քննարկումներով ու Օսլոյում եզրափակիչ համերգով ավարտվեց Եվրատեսիլ 2010-ը։ Հայաստանը ներկայացնող եւ առիվասը զբաղեցրեց 7-րդ տեղը։ Հնգյակի մեջ էի սպասում։ Ակնկալում էին գոնե եռյակում կհայտնվի, քանի որ բուքմեյքերները ասում են եռյակում Հայաստան, Ադրբեջան ու Գերմանիա։ Սպասել էր, քանի որ այս տարվա Եվրատեսիլը ավելի ուժեղ էին։ Ավելի բարձր հորիզոնականների հույս ունենք, մենք ճիշտ ասած։ Չէի սպասում։ Ինքը շատ լավ երգեց։ Անհասկանալի էր ինձ թվում է Եվրոպայի համար մեր շոուն։ Այնինչ Եվրատեսիլի եզրափակչին զուգահեռ Երևանում բարև Օսլո համերգի մասնակիցները այլ կանխատեսումներ էին անում։ Мы надеемся на первое место. Только первое. Но я думаю, мы будем в тройке лучше. Կարապի լճի մոտ Ռիվասին աջակցողներն ու պարզապես համերգը վայելողները մասնակից էին ֆլեշմոբին, որը նույն պահին տեղի էր ունենում եվրոպական 10 այլ երկրներում։ Երևանյան համերգը անսպասելի զարգացում ունեցավ։ Համերգի ամենաթեժ պահին բռնկված հրդեհը մարելուց հետո հավաքվածները ուղիղ միացմամբ հետևեցին Եվրատեսիլին։ Привет всем армянским металлистам։ Երևանում կայացավ հայ-ռուսական բարեկամության 4-րդ ռոք փառատոնը, որին մասնակցեցին հայկական 3 եւ Ռուսաստանի ժամանած 2 ռոք խումբ։ Ռուսական ռոք խմբերից Պիլիգրիմի ղեկավար Անդրեյ Կովոլյովը ուրախ է, որ մասնակցում է փառատոնին, քանի որ դա առիթ է ծանոթանալու հայկական ռոք խմբերին։ Это плохо, что мы в России не знаем армянский рок. Это неправильно, что российские музыканты приезжают играть, да? А почему к нам не приезжает армянский? Նման փառատոնների անցկացումը նրան ոգևորում է, քանի որ հատկապես Ռուսաստանում ռոքն հիմա անկում է ապրում։ Часто встречаюсь со школьниками, вот сидит там 2 класса старшеклассников, 60 человек. Ребята, кто любит рок? Одна рука. 12-ամյա Տիգրանը, Հայկն ու Էդգարը ոչ միայն սիրում են, այլև ինքնուրույն նվագում են ռոք։ Մենք տղաներով խումբ ենք կազմում, այդպես նվագում ենք։ Գրքերից մի քանի բառեր կպցնում ենք, օրինում ենք։ Իդեպ Անդրեյ Կովոլյովը Մոսկվայի քաղաքային դումայի նախկին падգամավոր է, սակայն որոշել է թողնել քաղաքականությունը։ Совмещать музыку и политику это очень сложно. Я выбрал музыку.